Շասրեդներ անգամ եւս կփարևենք ցեզի ես է Պիտերը անցել անգամ մենք սկսանք 18-րդ գլուխը հայտնություն հովանուին եւ այսօր պիտի շարունակենք 9-րդ համարեն սկսյալ հուսամ լավեք խանդավարեք պատրաստեք մադիտ եւ թուղթը պատրաստ է եւ գուզեք լսել Պիտերին Okay. Գարին ամիջապես ուրեմն շարունակենք շերենեմ, որ համարները գարթանք եւ կշարունակենք 18-րդ գլուխը 9-20 համարները եւ այդտեղից կփորձենք մեր մեկնաբանությունները շարունակել։ Խնդրեմ։ Շատ լավ ուրեմն կսկսեմ գտալ 9-րդ համարեն ու երկրի թակավորները որ ասոր հետ բորոնգացան ու հեշտացան պիտի լան ու գոձեն ադոր վրա եւ ադոր հրգիզումին ձուխը դեսնեն Ադոր դանչանքին վախեն հերուն պիտի գայնին ու ասեն վայ վայ քեզի մեծ պապելոն քաղաք հզոր քաղաք որ մեկ ժամու մեջ եկավ քութադաստանդ ու երկրին վաճառականները պիտի ողբան ու սուկնեն անոր վրա վասնզի ալ մեկը ծախու պիտի չառնի անոնց վաճառքը ոսկի ու արծաթի եւ բադվական քարերու ու մարգարիտներու եւ պեհեզի ու զիրանի եւ մեդաքսի ու որտան գարմիրի վաճառքը եւ խունգի փայտերը ու փողոսկրի ամանները եւ բադվական փայտե ու բղնցե եւ երկաթե ու մարմարիոնե ամանները եւ գինամոնը ու ամոմոնը եւ խունգերը ու անուշահոտ յուղը ու գնտրուկը եւ քինին ու ցետը եւ նաշիհը ու ծորենը եւ արչարներն ու ոչխարները եւ ցիերը ու գարքերը եւ մարմինները ու մարդոց հոգիները եւ կու հոգիի ցանկացած բդուղները քեզ մեկ կացին ու բոլոր շքեղ ու փայլուն բաները քեզ մեկ գործվեցան եւ ալ բնավ պիտի չգտնես անոնք այս բաներուն վաճառականները որոնք անգե հարստացած էին հերուն պիտի գայնին անոր դանչանքին բախեն լալով ու սուկնելով ու պիտի ասեն վայ վայ մեծ քաղաք որ պեհեզ ու ծիրանի եւ որթան գարմիր հակաձեիր ու ոսկիով եւ բադվական քարերով ու մարգարիտներով զարդարված էիր Համար 17 Բասնզի այնքան հարստությունը մեկ ժամու մեջ բջացավ նավաբարները եւ այս ամենքը որ նավով դեղ գերտան ու նավաստիները եւ որոնք որ ծովու մեջ կփնագին հերուն գայնեցան եւ տեսնելով անոր հրգիզումին ձուխը գաղաղագեին ասելով ով նման է այս մեծ քաղաքին իրենց գլուխներուն վրա հող ցանեցին եւ լալով ու սուկնելով աղաղագեցին ասելով վայ վայ այն մեծ քաղաքին որում մեջ իր բադվականութենեն հարստացան ամենքը որոնք նավեր ունեին ծովուն վրա բասնսի մեկ ժամու մեջ ամայացավ ուրախացեք անոր վրա երկինք ու սուրբ արաքյալներ եւ մարգարեներ որ ասված ծեր վրեժը անգե արավ Զորավոր հրեշտակ մկարմը արավ աղորիկի մեծ քարի նման ու ծովը ցկեց ասելով այսպես ուժով վար պիտի ցկվի Փապելոն մեծ քաղաքը ու ալ պիտի չգտնվի եւ քնարահարներուն ու երաժիշտներուն եւ սրընկահարներուն ու փողահարներուն ցայնը ալ պիտի չլսվի քու մեջդ եւ ալ վարբետ արհեստավորը պիտի չգտնվի քու մեջդ ու աղորիկին ցայնը ալ պիտի չլսվի քու մեջդ եւ ջրակին լույսը ալ պիտի չերևնա քու մեջդ ու պեսային ցայնը եւ հարսին ցայնը ալ պիտի չլսվին քու մեջդ վասնզի քու վաճառականներդ եգրին մեծամեծներն էին վասնզի քու գախարտությունովդ բոլոր ասկերը մոլորեցան եւ մարգարեներուն ու սուրբերուն ու եգրի վրա բոլոր սպաննվածներուն արույնը անոր մեջ գտնվեցավ Այո։ Ուրեմն այսօր մենք կտեսնենք, որ ողբերգություն մնա, ասիկա, ողբերգության երգ մնա, անգլերենով գսեն lament, dirge, պամը ասենք օրինակ համար երբ որ մեկը մերնի գրնան ողբերգության երգ մի երգել, գուլան, սուկ կնեն, այս տեսակ երգ մնա, փոխանակ գրնան նմանիր ասիկա օրինակ համար ողբ երեմյային, որ ողբա այդ Երուսաղեմի կործանման եւ այստեղ փոխանակ Երուսաղեմը այլ Բաբելոնը ողբերգություն մնե փանին որ կործանվի ուրեմն գսկսի 9-10 համարներու մեջ այնտեղ ողբերգություն մնե թագավորներուն եւ երկրի վրայի իշխանավորներուն եւ այս բոլորի մեջ կտեսնանք որ լաց ու սուկ կլա եւ գողբա
այս երկին բարերը երկի պես է ասիրա եւ գողբա այս թակավորներուն եղած եւ նույնիսկ այս գրագով փոցով որ ամեն բան մեկ ժամվա մեջ կսե 10 համարի մեջ այս բոլորը գործամի ասիկա գնամանի Երեմիայի մարգարեության 50-րդ գլխուն 13 համարին որ այս բոլորը գնային ժողովուրդները եւ Բաբելոնի գործանման համար գուլան սուկ կնեն եւ մեկ ժամվա մեջ պիտի կագսե այստեղ գնամանի ադիկա Եսայի մարգարեության որ 47-րդ գլխին համարի մեջ նույնը գսե մեկ օրվա մեջ պիտի կաս բոլորը գսե անսպասելի ցեվով նույնը Դանիելի 5-րդ գլուխը մեկ պիտի լա Բաբելոնի գործան ինչպես եղավ անցյալին նմանը պիտի լա Աբակային որ Քրիստոս պիտի կա բայց այս անգամ ոչ թե Իրաքի մեջ Բաբելոն քաղաքը պիտի ֆիզիկապես շնվի որ այս բոլորը լա շատերը կգարձեն այս բոլորը պետք է շնվի առաջ որ այս բաները լան եւ այդպես ալսին եթե գիշենք Սադամ Հուսեյնի ժամանակ շատերը կմարգարանային որ քաղաքը պիտի շնվի հետո նորեն պիտի գործանվի փամը պետք չունի շնվելու ֆիզիկապես որ Աստծո Թադաստանը կա ոյ մեկ ադեն կրնա Քրիստոս վերադառնա so արթուն պիտի լանք սկաս պիտի լանք իբրև հավատացյալներ բայց այդ անգումը գխոսի դիեզերական Բաբելոնի մասին ինչպես որ դիեզերական նոր Երուսաղեմն է որուն հարս գխորհրդանշե Քրիստոսի ամփի զոհանարատ հավատացյալները թուն եւ ես եւ ամենանոք որ Քրիստոսի արյունով արդարացված սրբակորձված են այս Բաբելոնն ալգխորհրդանշե ոչ թե ֆիզիկապես քաղաքը այլ բոլոր անոնք որ ամեն ցեղել լեզուի ազգի ժողովուրդ է գեհդենին վիշաբին բորունգացած են եւ շնացած են հոգեվորապես եւ ֆիզիկապես իրենց առաջին սերը որ Քրիստոս պիտի լար քարդուկը պիտի լար եւ սկսած են սիրել այլ բամը որուն անոր ծեսևորումը սատանան է վիշապն է okay so ասիկա առաջին այս ողբերգության այս 9-10 համարները թակավորներուն համար որ գործամին երկրորդ մասը 11-ին մինչև 17-րդ համարի սկիզբը բոլոր արևդրականներուն համար ամեն անոնք որ արևդուրի մեջ բռնվեցան այս փորձության մեջ եւ հոգեվորապես ավելի սիրեցին տրամը նյութը բիզնեսի հիմա մեկ չեմ ուզեր նշել ամեն այդ բաները բայց ասենք նայենք արակը այս համարներուն եւ տեսնանք որ ինչպես բիզնես ամեն բիզնեսները բոլոր այս համակարգերը բիզնեսի որ տեսանք ցեվոմը չէ ինչպես ասենք երբ որ stock market-ը մեկ գործամբի որով մեկ նախակահմը փամը գսե եւ քիները ամեն բանի գրնալան մեկ օրվա մեջ ինա մարդիկ սննկանան անոր նման փամը վիրա բայց դիեզերական պիտի լա ամենը մեկ պիտի լա եւ հերույեն պիտի դիտեն ողբան այսինքն չի պիտի չեն ապաշխարել որ դա մի անգողբան որ վա ինչ եղավ դրամս կորսուցի այս եղավ եւ լա իդիկա որը մեկ տեսակ բիզնեսներու եւ անոնք որ արևդրական էին զարթեղեններու եւ կամ քարերու որ թանկարժեք քարեր էին եւ այլն տեսնաս նաեւ ձեյթը քինին գինեմոնը ասոնք հարուստներուն գիտես համեմունքներ բաներ որ մարդիկ այս տեսակ թրամ մի ունենաս որ այս բաները ունենաս նորեն ամենը պիտի գործանվի եւ մեկ բարյամվա մեջ ամենը պիտի սկսի մարդիկ լալ այս բոլորի մասին ուրեմն արագ կերտամ որով կարևոր չէ որ մեկ ամեն այս բաների հիշենք բայց ուդելիկներ վերջը քաղաքներ որտեղ ասենք հարուստ էին այդ քաղաքները եւ պիտի լան, պիտի ողբան այս բաները տեսնան, բայց հերույեն գտիդենք որ, այսինքն կտեսնան որ այս բաները կգործանվին որ, բայց անպայման չէ որ կապաշխարեն որ։ Իրենք կտեսնան որ հիմա մեկ կտեսնանք որ, չէ, եւ որ տեսանք ինչ
քաղաքներ երբեմն կգործանին գոր, երբեմն բادرած գլագոր այդ քաղաքի մեջ ինչ մեծ գործանումներ գլագոր, օրինակ համար Սուրիայի մեջ, չէ, կամ Ղարաբաղ, կամ հիմա Բաղեստին, հերույն գտիդեն կոր, գտեսնան կոր այս բաները, շատեր գտեսնան կոր անգումները, մարդկանց վնասները, բայց կաբաշխարության գբերը որ անպայման ամենում։ Չէ։ Գտիդեն կոր, Կարծես շարժաբատկերի վայ, կորս, հրամե, Կարծես շարժաբատկերի վրա ֆիլմը գտիդեն։ ահա, գտիդեն, կարծես մեզի չլարգոր, Ճիշտ։ բայց ինչ վայ, ինչ վատ էր որ եղավ, ինչ կորուստներ ունեցանք, բան, բայց անկեղծությամբ սրդի ապաշխարության գբերը որ այդ մարդկանց որ այս բաներում մեջ են դասին որ ոչ անպայման կան մեջերնի որ գտարման ուրեմն ասիկա պայման չէ որ միայն մինչև վերջին օրը որ Հիսուս պիտի կայլ օրն է այլ ընդհանրապես պատմության մեջ հռոմնալ եւ որ նայիկն է Հովանեսի ժամանակ հռոմնալ այրվեցավ հռոմիալ այդ բոլոր արև դրականները եւ ինչ որ արև դուր գնային եւ այլն գործանվեցավ չէ հերույն մարդիկ նայեցան ուրեմն թարերու ընթացքին ասված այսպես օրինակներ նորեն բայց ինքը քակատանգետին պիտի կա որ վերջնականապես բոլոր համակարգը պիտի գործանվի բայց օրինակներով դերը մեզի ցույց կտա որ թարերու ընթացքին նույնիսկ եւ նորեն մարդիկ չեն ապաշխարել ուրեմն Եվ որ այդ մեծ քաղաքը գսե 18-16 համարի մեջ, այդ մեծ քաղաքը կամ հզոր քաղաքը նորեն Բաբելոնի գվերակրե։ Այդ հզոր քաղաքը կապված էր Հովանեսի ժամանակ Հռոմի հետ։ Եվ նայեցանք, ուրեմն նույնիսկ նավաստիները, նավերը, ամեն ինչ որ մենք տեսանք 15-16 քուլուխներու մեջ հայտնության քիլքի մեջ եւ որ այդ սկավառակները գտապվեին որ այստեղ գտեսնանք իրենց ընդհանուր գործանումը եւ անգումը նաեւ այս քաղաքին գրագը փոցը գործանումը ընդհանուրապես մարդիկ պիտի գտնվի այսպեսի բաներ նորեն մինչեւ հասնի իր կակատակերը եւ շատեր նույնիսկ իրենց քուլուխներում վրա մոխիր քուրց դխրության այս նշանները պիտի ունենան, որ այս բադահեցավ, բայց նորեն պիտի կրկնեմ, կներես, բայց կարևորը որ ասեմ, ապաշխարության գտանի, որ երբ որ այս բոլորը ըլլա։ Մարդիկ նույնիսկ երբեմն այս բաները երբ որ ըլլան անձնասպան գլան։ Վայ, ինչ եղավ գսեն կամ սիրտի կատված կունենան, մտքի կատված կունենան, բայց չեն ապաշխարեր։ Որով իրենց հարստությունները մեկ վարյամբա մեջ շատեր եղած է, չէ, որ ստոկ մարքեթը ինչ կլա, ամեն հարստությունը բոլոր կյանքը որ շները մեկ օրվա մեջ ամենը կգործընծնի եւ հարթը թակ կունենա գմերնի։ Այո, շփոթաբար։ Այսինքն ասцевով մարդիկ կգործանվի։ Այո։ Okay, ուրեմն անցնենք այս ընդհանուր միտքը որ հասկացանք գործանումն է Բաբելոնի վերջապես համակարգն է, անցնենք հաջորդ բաժինին 20-24 համարները։ Ուրեմն զորավոր հրեշտակ մկարմը արավ աղորիկի մեծ քարի նման ու ձողը ցկեց ասելով, այսպես ուժով վար պիտի ցկվի Բաբելոն մեծ քաղաքը ու ալ պիտի չգտնվի։ Եվ քնարահարներուն ու երաժիշտներուն եւ սրընկահարներուն եւ փողահարներուն ցայնը ալ պիտի չլսվի կումեջդ եւ ալ վարբետ արհեստավորը պիտի չգտնվի կումեջդ ու աղորիկին ցայնը ալ պիտի չլսվի կումեջդ եւ ճրակին լույսը ալ պիտի չերևնա կումեջդ եւ պեսային ցայնը եւ հարսին ցայնը ալ պիտի չլսվին կումեջդ քանզի քու բաժարականներդ եգրին մեծամեզներն էին վասնզի քու գախարտությունով մեծ ասկերը մոլորեցան եւ մարգարաներուն ու սուրբերուն ու եգրի վրա բոլոր սպաննվածներուն արույնը անոր մեջ գտնվեցավ։ Okay, այստեղ պատկերն է որ այս բոլոր այս չմոռնանք որ ասիկա գինմն է խորտա պատկեր գնոճը եւ այս գինը ամենը եւ որ ամեն բան կգործանվի որ այստեղ գսեք որ նույնիսկ երկինքը պիտի ուրախանա ցնծա սուրբերը այսինքն երկինքը թե երկինքի մեջի հոգիները որ մնչած են սուրբերը եւ թե երկրի վրայի բոլոր մարգարեները արաքյալները որ ինչ եղավ արդար թադաստանն եկավ արդար թադաստանը դերոջը գոմին կուկա
Մարդը չէ որ արդար Թադաստան կրնա բերել այս բոլորի վրա, որով ես աթունակալարյալ արդար չենք։ Բայց որ ասվածն է, գադարելաբես պիտի գադարյալ ցևով եւ ամեն երկինք ու երկրի վրայի սուրբերը ով որ կա պիտի ուրախանալ արդար Թադաստանի։ Բայց անոնք որ եւ ինչ պատկերում այստեղ կդրվի որ մեզի որ հրեշտակ մահարավ գսե որ մեծ քարմ եւ գծեց այս քաղաքի վրա նորեն ֆիզիկապես չպիտի մտածենք որ այսպես հրեշտակը մեծ քարմը չաղացքի բռնած եւ պիտի նետե բեկած քաղաքի վրա եւ ամեն բան քարով պիտի կորզանվի պատկերը հանի որ գադարյալ գործանում պիտի կա եւ այս պատկերը արդված է եթե գրնանք վարյամը փանալ ոչ այդ Մատթեոսի 18 գլուխը, Մատթեոսի Ավետարանի 18 գլուխը, եւ այդտեղ 6-րդ համարը ընթերցենք, այնտեղ կտեսնենք Հիսուսը գխոսի այս բաներու մասին։ Ով որ քայթակեցնե այս բզիկները մեկը, որոնք ինձի կհավատան, աղեք է անոր, որ իր բարանոցեն իշու աղացքի քարմը գախվի ու ձովուն անտունթը ընկղմի։ Այո, ուրեմն պատկեր է նորեն, չէ՞։ Քանի հոգի այսօր որ այս բզդիկներում բղծած են այս Էպստին եւ շատ թակավորներ եւ բան անոնց քուխում վրա ասենք ֆիզիկապես քարմը գտրվի կամ մինչեւ ծովունդակը կնետենք ոչ բայց պատկերը որ Քրիստոս այստեղ գծցնի որ ավելի լավ է որ այսպեսի քարմը դրվի եւ նետվին քան ինչ որ ըրին այս անձերը նույնը հոս ֆիզիկական քարմը չէ, Թադաստանի նշան է, Թադաստանի պատկեր է։ Եվ այս գործանումը այս ցևով այստեղ կներկայացնե հրեշտակը Հովհաննեսին այս համարներուն մեջ։ Ուրեմն 22-րդ համարի մեջ գսե, այլևս այս քաղաքի մեջ երաժշտության ցայն պիտի չլսվի։ Կամ սրինքների, կամ անոնք որ հարվածային գործիքներ գործած են, այսինքն պատկերը այն է ինչ որ գիտես, երբեմն հարսանիք մգլա, հարսանիքին այսպես կնվակեն, գերքեն, ուրախանան, չէ, որ հարս ու փեսան իրարու փեսան գերթա հարսին դունը, գերքեն, սրինքով կնվակեն, չեմ գիտեր դահոլ կնվակեն եւ այլն, այսպես ուրախանան, որ հարսը պիտի ամուսնանա, բայց այս քաղաքի մեջ այդ ուրախության այդ պատկերը չկա, գործանված է, պիտի գործանվի եւ այլևս հարս ու փեսայի այդ պատկերը, որ շատ անգամ մենք ուրախության հետ կկապենք, չի պիտի ըլլա եւ այլևս լույսա պիտի չլա այս քաղաքի մեջ, որով խավար պիտի ըլլա եւ նույնիսկ հարսանիք պիտի չլա հարս ու փեսայի հիմա արդեն ինչ կլա որ շատ այս աշխարհի մեջ շատեր փոխանակ ամուսնանալու զավակ ունենալու եւ այլն արդեն գբադահի գոր շատ այս բաները այս հարվածները արդեն գուքան գոր մարդ դղամարդու հետ կամուսնանա որ աղջիկա հետ իսկական ամուսություն չլար որ փան զավակներ առաջ չեն քարգոր պետք է որ չեմ գիտեր ինչ տարօրինակ սերերով զավակ որդեգրեն եւ այլն այս ուրախության նշանը կթատրի որ այս քաղաքի մեջ չկա այդ ուրախություն քաղաքը ցելով ֆիզիկապես չէ այս ժողովրդի մեջ այսպեսի մարդկանց հետ որ այսպեսի բորունգացան շնացան եւ վիշապին բաշտեցին փոխանակ քարդոնի բայց միևնույն ժամանակ անոնք որ Քրիստոսի գեհերին Քրիստոսի հետևորդներեն պիտի տեսնանք մենք հակապատկերը 19-րդ գլխի մեջ Peter Հարսումոնիմ այո ապողջացուցի օքեյ 24-ն արի եղբայրս կարծեն այո եւ ուրեմն գսե որ ամեն անոնք որ մեջը այս բոլորի մեջ այս մարգարեներուն արյունը գիտես սպաննած էին դերոջը զավակները մարտիրոսած էին եւ այլն ամեն ասոնք իրենց արյունը գտնված էր այս քաղաքի մեջ այսինքն ով որ տանչած էր ով որ սպառնալիքներ խոսած էր այս ասոզավակներուն թեմ այս իրենց արյունը գտնված էր այս բորնիկ քաղաքի մեջ այս է ինքը բարձրապես դերակացնե որ այս է քաղաքին
ըրած գործանում։ Եվ հոս կավարտենք 18-րդ գլուխ։ Այո, խնդրեմ հարցումդ որ հարցնես։ Այո, ուրեմն երբ որ բիզնեսը բոլորովին պիտի գնա, ինչ որ քչարաչ մեզի պատկերներով կոպացածությամբ որ մեզի ասիր մարդիկը ասիկա բիտելա Հիսուսի քալեն քիչմա առաջ թե ոչ ավելի պիտի դժվարանա երբ որ բիզնեսը կգնա այսօր մեկ երբ որ ասենք Ամերիկայի նախագահ ճամփան կոչեց որ գիտես Իրանեն չանցնին եւ քարյուղը չիփերեն եւ այլն արդեն որքան աստած է երկրին էկոնոմին կոնե կանադայի մեջ վստահ Ամերիկայի մեջ եւ ամենտեղ երբ որ այսպեսի անգումներ պիտի ալա ինչպես մարդը պիտի գարենա շարունակել իր կյանքը երրորդ համաշխարհային պատերազմն է կամ Հիսուսի քալեն քիչմա առաջ է կուգարզիկովը երբ է որ դու գսան պաշտարակ պիտի ալա Այո, ադիգա վերջին հարված այդպես պիտա, բայց անոր նման բզդիկ օրինակներ են որ գլա որ շատ լավ օրինակ բերիր բասկաստանից որ գլա որ մարդիկ կտեսնան որ շատեր կդուժեն որ չէ անոնք որ քարյուղի մեջ ստոքսեր ունին եւ այլն քինը գիչնա քինը գելե շատեր գծսնան կանան որ ուրիշ բիզնեսներու մեջ բայց դեպի պիտի կավոր այս համակարգը պիտի լրիվ գործամի ինչու որով ասո թակավորության մեջ արև դուրի գարիքը չկա որ կոյադել Հիսուս ինչը սա փնտրեցեք առաջ աստծո թակավորությունը եւ իր արդարությունը որ Քրիստոս ինքն է արդարությունը աստծո եւ բոլոր մյուս բաները ցեզի պիտի դրվին ուրեմն ամեն առաջած մեր սրտի մեջ պետք է լազգա որքան մենք վազվզուկի յետևեն ենք որ թրամ շնենք որ բիզնես ունենք որ կարողանանք կոյադել թուն աստծո թակավորությունը որ Քրիստոսը սա ինչ էր իր հրահանգը Կացեք բոլոր ազգերը ինչ եք, ավելարանեցեք, աշակերտեցեք, սորվեցուցեք իրենց ամեն ինչ, որ ես ցեզի սորվեցուցի, բոլոր պատվիրանները, եւ մգրդեցեք անուն հոր եւ որդու եւ օգուտ սրբո անունով, եւ ես ցեզի հետ պիտի մինչեւ աշխարհի վեր, եւ որ դու այս առաջնեք, բոլոր մյուս բաները ցեզի պիտի տրվի։ Մենք Աստծո թակավորության տեսփաններն ենք, մենք Աստծո թակավորության ինչն ենք, քահանաներ եւ թակավորներ, իր թակավորության մեջ ինքը մեր հովիվն է եւ ինչպես Սամոս 23-ը գսե դերը իմ հովիվս է ես փանիմը գարոդություն պիտի չունենամ ինքը զիս խոդավել արոտներու մեջ կբարգեցեմ անթար ճուրերու կով ինքը մեզի երկնային մանանայով կգշտացնի ինքը մեզի գենթանի ճուրով կգերակրե այս է հոգևոր ջաշով հոգևոր սնունդով հոգևոր փանը մեկը գսե մարմինս ինչպես պիտի կոդա ես պետք է ջաշ ասված գուտա ինչ որ պետք ունի ոչ ավելին ոչ պակաս, եթե ակախ չենք։ Աստված իր տեսփաններում պիտի հոգ տանի, որ կարողանան իրենց կորձնել, չէ՞։ Մեր կորձը իր կորձներն է, մնացածը ինքը մեզի ինչ որ պետք ունի պիտի դա։ Ինչպես որ Մատթեոս 6-ի մեջ ինչպես որ սա նախընտրել Աստծո թակավորությունը եւ արդարությունը, երբ բան պիտի դամ քեզի։ Ուրեմն ամոր խնդրած է դեր ամեն բան պիտի ունենա։ Իսկ ամ որ անհնազանդ գտնվեցավ չի խնդրեց գործընծուց ամեն բան։ Ճիշտ է, որով եթե մենք խնդրեցինք Քրիստոս Աստծո որդին Աստված է, եւ որ Աստված մեր սրտի մեջ կա, արդեն ամեն բան ունենք, Աստված մեր մեջ է։ Ամեն հարստություն կգտնվի Քրիստոսի մեջ։ Եթե չեմ սխալիր Ֆիլիպեցիս 4:19 կսե գրնանք ընթերցել։ Այո, գրնանք բանալ Ֆիլիպեցիս 4:19 որ գսե եւ իմ Աստվածը սերամեն բիդույքը պիտի լեցնե իր ջոխուչանը չափովը փառքով Քրիստոս Հիսուսին ցերկով։ Ահա ամեն ինչ որ ջոխությամբ պիտի լեցնի։ Ամեն։ Պիտի բռնեն հասամարները ասխոսքերը, ասխոսքները։ Գիտես պատկերը գա որ մեկը շատ հարուստ մարդը որդի ունի եւ այդ հարուստ մարդը ծառայալ ունի եւ որդին օրը գմերնի եւ մարդը չունի մեկում որ ժառանգությունը պիտի դա սո ինքնալ իր գդագը կպատրաստե եւ այդ գդագը գքրե եւ որ ինքը մերնի պիտի դեսե որ աջուրտը պիտի լա եւ այդ աջուրտին պիտի որոշվի ով ինչ պիտի անի ուրեմն
Մարդը ի վերջում կմեռնի եւ շատեր գուքան ամեն դեն գիտեմ որ շատ մեծահարուստ է այս մարդը գուքան որ բանն են այդ աջուրտին մասնակցին եւ այնտեղ կգտնվի նաեւ իր ծարան որ շատ աղքատ մեկն է Այո։ այս աջուրտը կսկսի եւ առաջին բանը որ գտնվի աջուրտի այս մարդուն որդին պատկերն է եւ աջուրտը կսկսի եւ կսկսի ասել որ ով ինչքան պիտի դա այս պատկերին համար եւ այլն մարդիկ կսեն ինչ ուրիշ բաներ կանացիկա շուտ աջուրտի դերեք թողածնի երթա եւ մենք մյուս բաներում վրա գուզենք ապանել մեր աջուրտը անել ուրեմն այնտեղ աջուրտը նողը կսկսի ասել մեկ անգամ քանի պիտի վաճառվի մեկը քիմը գտա շատ ծածկիմը եւ այդ ամիջապես որ դա այդ իր ծարան է որ այդ նկարը գուզե քնել մարդուն ծարան եւ անոր ինքը որով լավ ընկեր էր այդ մարդուն որդին հետ այդ մարդուն որդին նկարը ինքը գուզե առնել որով իրեն արժեք ունի այդ նկարը ուրեմն հազիվ որ ինքը աջուրտին ինչ փոքր տրամը գուտա եւ գարնե ադիգա մարդիկը գուրախանան օխ վերջացավ ասիկա անցնիկ ավելի կարևոր բան է մարդ այդ աջուրտը նոր գսե որ աջուրտը վերջացավ ամեն մարդ գսե ինչ կսես կորտեր ինչեր կան որ աջուրտի պիտի տրվի գսե չէ հայրը այս որդին որոշած էր որ ով որ այդ պատկերը իր որդին առնե ամեն բոլոր մյուս մնացած բաներն ա պիտի ժառանգե եւ այդ ծարան որ գսիրեր իր որդին եւ իր նկարը ամեն բան իրեն գերտը այսօր նույնն է մեզի համար հայրը հարստությունը ամեն իր հարստությունը գտնված է իր որդին Հիսուս Քրիստոսի մեջ եթե մենք Հիսուս Քրիստոս ընդունենք մեր սրտի մեջ հավատանք իրեն իբր մեր փրկիչը եւ միակ միջոցը մեր մեղքերի թողության մենք կժառանգենք բոլոր մյուս բաներն մեր սիրտը ինչի կապված է սխալ չէ անպայման որ բիզնես արևդուր գնենք կամ սխալ չէ որ ունենանք բիզնես գուրքը չլա բայց մեր գուրքը չլա Հիսուս բան Պողոս առաքյալն ասավ չէ ամեն գներես Հովանես առաքյալը գրեց ասավ տրամը չէ որ ինքնին չար է այլ տրամասիրությունը տրամաբաշխությունը նյութաբաշխությունը եւ ամեն բանի արմատն է ասում անոր համար զգուշանանք Okay, գուզեմ անցնել հաջորդ քոխուն, որ շարունակությունն է այս պատկերին, հագա պատկերն է։ Խնդրեմ ինքն 19 գլուխը անցնենք մեկեն 10 համարները։ Սիրով, անգայետ կշատ բազմության մեծ ցայմը լսեցի երկնքեն, ասելով Ալելույա, փրկություն ու փառք է բադիվ ու զորություն մեր Աստծուն, վասնզի ճշմարիտ ու արդար են անոր թատաստանները, քանզի թատեց այն մեծ բորնիգը, որ իր բորունգությունով երգիրը աբագանեց ու իր զարաներուն արյան վրեժը անոր ցերքեն բահանջեց։ Եվ գրգին անգամ ըսին Ալելույա, անոր ձուխը հավիճանս հավիդենից պիտի ելե։ 24 երեցները ու 4 գենտանիները ինգան ու երկրպագություններին Աստծո, որ աթորը գնստի ըսելով ամեն ալելույա եւ աթորեն ցայմը ելավ ըսելով մեր Աստծուն օրհնություն տվեք ո բոլոր ծարաներ ու դուք որ իր մեկ վախնակ բզդիկներ ու մեծեր եւ լսեցի ցայմը մեծ բազմության ցայնի պես ու շատ ճուրերու ցայնի պես ու սաստիկ որոդումներու ցայնի պես որոնք կսեին ալելույա Բազզի մեր ամենագալ դեր Աստվածը թակավորեց, խնդանք եւ ուրախանանք ու փառքնանք անոր, քանզի կարնուկին հարսանիքը հասավ ու անոր գինը ինքզինք պատրաստեց։ Եվ իրեն հակնելու համար դրվեցավ մաքուր ու լուսապայլ փեհեզ, քանզի այն փեհեզը սուրբերուն արդարությունն է։ Եվ ինձի ըսավ գրե, երանելի են անոնք, որ կարնուկին հարսանիքին ընտրիկին գանչված են ու ինձի ըսավ ասոնք են Աստծո ճշմարիտ խոսքերը ես ալ անոր ոտքերուն արչև ինգա որբեսի անոր երկրպագություն ունեմ ու ըսավ ինձի սկուշացիր մի ըներ վասնզի ես ալ քու ծառայագիցը դեմ ու քու եղբայրներուդ որոնք Հիսուսին վկաներն էին Աստծո երկրպագությունները վասնզի Հիսուսին վկայությունը մարգարեության հոգին է Շատ լավ։ Այստեղ շատ հետաքրքիր բան մը գտա, որ ասիկա
Հիմա մենք նորեն երկինք կդարվենք որ։ Կտեսնանք որ երկինքի մեջ այս խորանի շուրջն են նորեն։ Մենք երկրի վրա գուքանք որ տեսնանք որ ինչ կլա որ երկրի վրա, մենք մնա երկինքի մեջ։ Այսինքն երկինքի հալելույա քորսն է, հալելույա երկչախումբն է։ Ուրեմն ինչ գիտես եւ որ այս արդար Թադաստանը գուքա որ ժողովրդի վրա այս մեծ ցայնը բազմության ցայնը գլսվի որ ամենը գերքին որ հալելույա Փառքը պատիվը կպատկանի մեր Տերոջ, որով փրկությունն է իրեն կպատկանի։ Ինքն է որ կփրկի որ։ Ինքն է որ այս գործանումը արդարաբես Բաբելոնի վրա կփերե որ։ Ուրեմն բորնիկը կթաթվի որ։ Քաղաքը, մշակույթը, բոլոր անոնք որ կհետևին իրեն կթաթվի որ եւ ինչպես ասինք, այս Թադաստանը թարերուն ընթացքին փոքր օրինակներ կլան որ մեզի կամ եղած են թարերու ընթացքին եւ գլավոր նույնիսկ մեր ժամանակաշրջանի ինչպես ասենք մի քանի օրինակներ դվիկ որ շուրջերնից կտեսնանք որ անկումներ գլավոր inflation գլավոր դարբեր stock market-ները գինան որ եղավ 2008-ին եղավ նման COVID-ի ժամանակ դարբեր այսպես վերելեջ վարելեջներ գլան որ մեզի ցույց տալու որ այս բաները օրինակներ են, բայց քալու է անգումը, մեծ անգումը։ Բայց ինչ կլա, որ երկինքի մեջ այս ցնծությունը, ուրախությունը, այս բազմությունը ինչ կնե, որ գերքե որ հալելույա, հալելույա ամեն։ Գիտես նոր գդագարանի մեջ այս փարը ուրիշ ոչ մեկտեղ չէ կործածված, հալելույա փարը։ Բացի այստեղ։ Եվ որ նայենք 5 գդագարանի մեջ, Սամոսներում մեջը այնտեղ մենք կտեսնանք որ Սամոս օրինակամար 104-ը մինչև 106 անընդհատ կրկնված է պաշտամունքի ժամանակ հալելույա։ Հալելույա փարը եբրայերեն փարն է։ Հալել փարը ասել է փարք։ Յա գրջադումն է Յահվե փարին, որ Աստված ասել է։ Ուրեմն հալել յա, հալել փարք յա Աստված, փարք Աստուծո։ Այս փառք Աստուծո գերկցվի որ։ Այսինքն ինչին կնմանի, եթե գիշենք Հովսափատ թագավորը հին ուխտի մեջ, եւ որ կփարապանեին, կպաշտեին դերոջը, դերը իրենց համար կբայքարեր եւ դերը իրենց թշնամիներուն կգործաներ։ Այս միտքը այն է ինչ որ 4-րդ, 5-րդ կուխուն մեջ մենք տեսանք։ Այնտեղ 24 երեցները այնտեղ 4 էակները, սուրբերը, հրեշտակները կփարապանեն, կպաշտեն որ դերոջը։ Դերը գնեգոր Թադաստանը, դերը գնեգոր գործանում, բայց հոս վերջին Թադաստանը գուքավոր ամեն բան կգործանվի որ եւ երկինքի մեջ մենք կտեսնանք որ փարապանություն գլա որ նորեն մեզի գսե որ չէ 4-րդ համարի մեջ 24 երեցները մեզի յետ կդանի որ 4-րդ, 5-րդ կուխուն պատկերին որտեղ սկսավ այս բոլոր փարապանությունները պաշտամունքները։ Եվ այնտեղ կմիանան որ սուրբերը երկրի վրա երկինքի մեջ ամեն մարդ, ամեն հրեշտակ, ամեն էակ յետ այդ պաշտամունքի վայրը գերևնա որ ուրախություն կա, ցնծություն կա, որով արդար Թադաստան եղավ եւ արդարաբես Աստված գտադե որ եւ արյունը բոլոր անոնց որ Աստծո ծառաներուն արյունը խմած էր այդ բորնիկը թարերու ընթացքին մարտիրոսած էր, չէ, ինչքան մարտիրոսներ գլան որ եւ ամեն թար կրկնապատիկ ավելի մարտիրոսներ գլան որ այսօր այս վերջին 100 տարվան ընթացքին գսեն շատեր որ գիտեն դվյալները գսեն ավելի մարտիրոս եղած է Քրիստոսի քան բոլոր հարյուրավոր թարերը առաջին Քրիստոսի ժամանակեն մինչև այս վերջին 100 տարին So ընթացքը իր այս բոլորին կշատնա որ եւ իդի շատնա մենք չենք գիտեր գրնալան որ հոսա շատ շուտ սկսի կանադայի մեջ ալ ամերիկայի մեջ ալ այսպես մարտիրոսություններ արդեն օրենքներ կսկսին որ հանել ինչպես փորձեցին եւ կհաջողին որ շատ անգամ վերջերս որ եթե թուն ադելության խոսքերը ասես առնված սուրբ քիրքեն այդ համարները գարթած կամ խոսիս կամ անոնց օգտագործես որ ադելություն ցույց կտա այսինքն մեղք կամ բանես շատ բաներ որ ասված մեղք կամ բան է թուն ալսես որ անոնք մեղք են
շատեր գրնանսը որ ասիկա մեզի կադեգոր նայեք կարոզե որ մեր թեմ ասենք abortion-ի թեմ կամ միասեռականության թեմ կամ ուրիշ բաներու թեմ որ այսօր ադիգա ադելություն գսեպվի քրիստոնյաները գադեն որ այդ մարդկանց որ այս բաները գնեն որ չեն ուզեր լսել մեզ մի այսպեսակ պատկամներ Գիտես երեք Վերջո, երբ որ լա փանդն ագրնաս երթալ, վերջնա փանդեն վերջը կարելի ինչ նայինք թե ինչքան պիտի օրենքները փոխեն, ինչպես երին Սետրակ Միսակ Ապետնակովի ժամանակ, չէ, իրենք կաղոթեին որ իրենք դերոջը կպաշտեին որ ինչ հրավնապոկոթոնոսոր ժողովրդի եկան նախանցեցան ասոնց մե, այսին օրենքները փոխեն։ Օրենքները փոխեց նապոկոթոնոսոր, այնպես որ Անոնք որում գսիրեր իրենց Սետրագին Միսակ եւ Ապետնակովի Դանիելին, որով իրենք լավ երդասարտներ էին, իմաստուն էին, բայց օրենքը փոխելով հետո ստիպվեցավ այն նույն անձերը, որուն կհարկեր իր օրենքին դակ թադելու, որով Սետրակ Միսակ Ապետնակով շարունակեցին աղոթել փածորեն, չբաշտեցին այդ կուրքը, որ նապոկոթոնոսոր շնեց։ Նման այսօր Պիտի տեսնանք մեկ թակավորությունը բոլոր աշխարհը եւ ով որ այդ օրենքներուն ինչպես կոവിഡ്ի ժամանակ եղավ ուզեցին նոր անձնակիրներ հանել որ եթե թուն այդ չես սրսկված եթե թուն չես հետևիր որ այդ օրենքներուն որ պիտի պետք է սրսկվիս եւ այլն ի վերջո թուն կմերժվիս այդ համակարգեն օգտվելու ուդելու խմելու ճամփորդելու եւ այլն ի վերջո գրնաս սովամահալած Գիտես հալածանք կամ ասենք նեղություն չեմ գիտեր ցերկով Օնտարիո բայց Քեբեկի մեջ երեք լսեցի որ ասենք թե կառավարությունը սիթին օրենք հանած է ասկերեն միջև երկու շաբաթ բոլոր անոնք որոնք իրենց եկեղեցիները սրահներու մեջ կնեն գիտես ամեն մարդ եկեղեցի չունի գվարցեն որովհետեւ իրենց աղոթաժողովները միասին են այդ սրահները պիտի կոչվին ժողովուրդը դերմը պիտի չունենա հավաքվելու գիտես 40-50 հոգի դունիմը մեջ չի պավեր 30 հոգի դունիմը մեջ չի պավեր եւ հոնդերը արդեն կսկսի գործնեությունը կանադայի մեջ այո արդեն կսկսի որ ասիկա գնալալ որ բոլոր գրոնքներու համար է ոչ միայն քրիստոնեական բայց ի վերջո այս միացած մյուս օրենքներուն հետ կսկսի ավելի որով եթե նշмарես ավելի քրիստոնյաներուն վրան է հալածանքը քան ուրիշ որով միակ բանն է որ սատանան հոգը չէ մյուսները արդեն իրենն են բայց եւ որ այսպեսն է պիտի փորձի ամենուն դանի թեպի անոնք որ իրոք քրիստոնյաներ են թեպի քրանցված բաշտոնաբես այդ շենքերուն եւ եկեղեցիներուն եւ անգե վերջնա անոնց վրա պիտի սկսի ջնջել Եվ վախը պիտի տնի ժողովրդի մեջ։ Ճիշտ է, գործը որ Դանիել թեպի այնտեղ որտեղ գնա ինքը իշխանություն ունենա այդ նույնիսկ անոնց որ օրինավոր ցևով կպաշտեն օրինական եկեղեցիներու շենքերու մեջ ի վերջո հոմ պիտի հրեամեն այնտեղ նա անոնց վրա պիտի ջնջի։ Անշուշտ, So չզարմանանք եթե տեսնանք որ հարցը պիտի լա հավատարիմ պիտի մնանք այս պահերուն եւ թեփկերուն մեջ Հիմա մեր իմ հոբիվս շատ ավելցուցած է դնային խմբակները անշուշտ հետ ասվածին չեմ խոսած բայց կարծես առաջ կարած է սկիզբեն պատրաստելով դուներու մեջ աղոթքներ եւ շատ լավ բան այո եւ չենք գիտեր երբ ինչ պիտի պատահի պատրաստը լալը կարեւոր է Շատ կարևոր է հարցը հետեւյալն է որ հաջորդ անգամ ասենք համաճարակի պես այդ թակաջարը որ եկավ եւ կոവിഡ്ը որ կորոնա ասվեցավ դեսար ինչպես կորզածեցին մարդկանց կոնտրոլը ներու չէ եւ եթե մեկ անգամ սսկվեցան հետո երկրորդ անգամ երրորդ անգամ չորրորդ անգամ եւ անոնք որ սսկվեցան անպայման չեղավ որ իրենք ալթիվանտացան բայց միջոց մի եղավ կոնտրոլը ներու եւ փորձեցին ի վերջո անձնակիր մնահանել որում միջոցով ավելի կոնտրոլ լինի հիմա հարցը այն է որ ցավոք սեդով շատ մոհովիվներուն բահանջեցին որ եկեղեցիները փակեն մարդիկ հավաքվին այսօր արդեն հոն հասած էր այսինքն պատկերն արդեն համարյա հասավ
ասված նորեն միջամտեց, բայց ցույց տվա որ ինչ շուտ կրնա այս բաները լա։ Բոլոր աշխարհը ասան բանի մեջ մտա։ Եվ շատ մոհովիվներ վախեն որ գտնալալ որ թադվին կամ օրենքը գխախտեն որ ավելի բարձր սեբեցին կառավարական օրենքը այս դեպքի մեջ, քան Աստուծո օրենքը, որ ուզե որ միանանք պաշտելու իրեն։ Այսինքն որքան օրը կտեսնակ կմոտենա, այսպես մի թատրիկ հավաքվելու իրարու հետ։ Վախը մտավ հովիվներու մեջ, վախը մտավ առաջնորդներու մեջ, կառավարության եւ փագեցին եկեղեցիները եւ վախցան այս թակաջարեն փոխանակ վախնալու Աստծո։ Այս չեմ ուզեր թադաբարել, բայց այս էր իրավիճակը։ Գային որ շարունակեցին իրենք թադվեցան եւ բայց վերջը շահեցան անշուշտ այդ թադերը որ իրենց թադաբարեցին փանդը նույնիսկ լինոց Կանադայի մեջ եւ Ամերիկա եւ մենք գիտենք այո գիտես Պիտեր ես իմ անձնական սերտոկությունից մեջ ու ստարտուն եւ ամեն մարդ որ մեզ գլասե միշտ ատկսեմ դեր պատրաստ է եւ հավատ կստորացուր որովհետեւ չեմ ուզեր գիտես վախի ոգին մեջս դիրե so գուզեմ քեզի համարանել քեզի հետնել եւ զորացուր եւ դերոջը խոսումն է ինչու այդ ժամանակները մեզի պիտի մեր հետ չլա գիտես ինչպես ֆրանսիական մսիկ ցերետ դիլա մինչեւ աշխարհին վերջը միշտ մեր հետ պիտի լա բայց պետք է աշխատենք մեր հավատքի կյանքին վրա ես հիմա միտքս եկավ թեփը որ ես կարծեմ այն թաբեր որ գազի այն թափ կսեն հիմա կամ այն թաբեր կամ Ադանայի մեջ կարծեմ այն թաբեր ոնց եկեղեցի մկացի որ հայկական եկեղեցի մդրթեր շենքը մասամբ մկանգնած էր վերանորոգված եւ մզգիթ դարձած էր վերջ ինձ բացատրեց այնտեղի անհատ քրիստոնյաները մեկը որ հայ չէր կանադացի քրիստոնյաներ որ այստեղը Թուրքիայի կառավարությունը եւ որ այդ ցեղասպանության ժամանակ գահալաձեր քրիստոնյաներուն եւ հայերուն եւ այլն հավաքած էր այս մեկ եկեղեցին մեջ շատ այդ հավատացյալները այդ քաղաքին եւ բոլոր եկեղեցին գրագի դված էր եւ մեջը ողջ այրած էին քրիստոնյաները ուրեմն նայ նույնը եղավ Սետրակ Միսակապետնակովի մեջը թերին գրագին բայց այս ճիշտ ինչ որը սիր մենք մեր միտքի մեջ էլի բահենք ինչքան մարտիրոսներ եղած են որ այրած են գրագի դված են չէ առաջին թարերում այդ պահին ասված հadouk շնորհք մգնե որ ինչպես Ստեփանոսի նրա կքարգոծեն որ իրեն բայց ինքը չի վախնալ որ ինքը չի քանքադի որ չի փողոքի որ ինքը ավելի երգինքը փածված կտեսնա որ եւ այդ պաշտամունքի մեջ է ինքը այնքան դարված է այդ պաշտամունքի որ չս կարողոր անգամ իրեն ինչ կլա որ ասված այսպեսի շնորհք կնե այդ պահերուն այդ անցերուն որ այդ տարաբանկներում մեջ կգտնին եւ Թետրակ Միսակ Ապետնակով չի վախցան Ստեփանոս չի վախցավ եւ մեզի ասված գսե որ ցեզի ես վախի ու երկչոդության հոգի չեմ դված այլ սիրո եւ ողջամիտ երկչոդության գներես եւ ուրեմն այդ ողջամիտ միտքը ինչ է Քրիստոսի միտքն է այս պաշտամունք երկել փարապանել կիսվել դերը մեկ ակնթարթի մեջ քեզի պիտի ազատե այդ պահերուն ինչ որ լա ֆիզիկապես չէ հոգիդ ասիկա վախնալու բան չէ ասիկա մեկ ակնթարթի մեջ մարմնեն հերու դերոջը մոտ կսե Հիսուս անգամ ասա մի վախնակ անգե որ գրնա մարմինը եւ հոգին կործանել այլ վախցեք ասուս մե որ թե որ ոչ թե մարմինը մի անգրնա կործանել որ սատանան է այլ վախցեք անգե որ մարմինը եւ հոգին գրնա կործանել որ Աստված ինքն է այս վախը պետք է ունենանք Աստծո վախունիսն ուրիշ բան է չէ վախնել որով հարություն պիտի առնենք նոր մարմին պիտի ստանանք okay so աստղը գուզեմ որ ասել որ մեր կորձը դերը փարապանելն է դերը ճաշտելն է երկել փարապանել իրմով ուրախանալ ցնցալ մինապես սխալասի առաջին Դիմոթեոս 1:7 ասված մեզի վախի հոգի չդվավ այլ զորության սիրո եւ ողջախոհության հոգի այո եւ այստեղ գտեսնանք այս նկարի մեջ նայե գտեսնանք որ բոլոր նորեն այդ 24 երեսներու հետ շրջապատված քարնուկը
հայր ասված աթորի վրա նստած ետ 4-րդ գլխում կդանի որ այս պատկերը եւ 5-րդ գլխում եւ այնտեղ քարնուկին կպաշտեն որ աստծո կպաշտեն որ եւ այս է կարևորը ոչ թե վարի Երուսաղեմը կամ Սուրբ Երուսաղեմ կամ Սուրբ ո՞ր մեկտեղ չկա երկրի վրա որ ավելի սուրբ է քանի որ Հիսուսը սա Աստված կպահանջի անոնք որ հոգիով եւ ճշմարտությունով իրեն կպաշտեն ուր ալլաս փանդի մեջ ալլաս ինչ եղավ Պողոս Արաքյալ Հովաննես Պետրոս Արաքյալ փանդի մեջն ինչ կնեին որ եւ որ փանդի մեջն կպաշտեին որ պաշտած ժամանակ փանդի թրները բացվեցավ Հովաննեսի եւ Պետրոս Արաքյալի դեպքում բայց Պողոս Արաքյալը իրեն կխադեցին բայց վախցավ ինքը վայ ինձ ցկեցեք լավ գուրանամ քարդուկը Հիսուսը Աստվածը չսավ շարունակեց պաշտել ինչա եղավ ինքը ուրախ էր սա մարմներու դերոջը մոտ եւ որ Փիլիպեցիս գիրքը գրեց փանդի մեջ են որ կդարաբեր ասավ ցեզի կսեմ նորեն ուրախ եղեք ցեզի նորեն կսեմ ուրախ եղեք եւ եթե ոյ մեկ վախեր կամ բաներ մտահոգություններ ունեք աղոթքով ձեր խնդրվածները դերոջը դարեք եւ խաղաղության ասվածը ցեր սրտերը մտքերը խաղաղություն կտա որ այս աշխարհի խաղաղություն են բարձր է վախնալու մեջ չի գա եւ այսպեսով ուզեմ հասնենք այստեղ գուքա յետ հարսին եւ գսե հրավիրված եք ընտրիգիմը ինչ ընտրիգն է ասիկա քարնուգին ընտրիգը նայ իրեն վիդի տեսնանք 19-րդ գլխու մեջ հոնա ընտրիգ վիդելը ամեն անոնք որ սատանային հետևեցան անոնք որ դերոջը հետևեցան այդ իրենց մարմինները պիտի ուդվին իրենց ամեն պիտի տեսնանք 19-րդ գլխին 11 համարեն անտին որ ինչ ընտրիգ մը պիտի լա բայց հոս հագա ընտրիգն է այդ մենք ինչ ընտրիգի կմասնակցենք ամեն անգամ որ հաղորդության գուքանք քարդուկի սեղանին գուքանք մենք երկենք կպաշտենք ամուսնություններ կա երաժշտություն կա մենք այդ ընտրիգը արդեն սկսած ենք վայելել երկրի վրա եւ հալելույա ամեններ հիմակվաները սկսենք երկել հալելույա ամեն ինչու մեր սրտի մեջը գործանված է Բաբելոնը մենք Բաբելոնի մշակույթին դուրս եկած ենք մենք այլևս աշխարհիկ չենք աշխարհի մեջն ենք բայց աշխարհիկ չենք Բաբելոնի հետևորդներ չենք եւ կրտանք փարապանել եւ պետք է պաշտենք երկենք ուրախանանք եւ գսե այս մեծ ընտրիգին հրավիրված երկի մեջ ցայները որոդումներ եւ ցայներ կլսվին եւ նորեն գերքեն հալելույա ինչու որով ամենահզոր դերը գիշխե եւ ասիկա մենք տեսանք 11 քուխուն մեջ 11 քուխուն 15 համարի մեջ ասավ այնտեղ երկրի թակավորությունները եղան Աստծո եւ Աստծո օձյալի Մեսիայի թակավորությունը արդեն մեր սրտի մեջն է թակավորությունը եկած է մեզ համար եւ մենք կշարունակենք աղոթել թող քու թակավորությունը կա երկրի վրա ինչպես երկինքը եւ հարսը որ նայ այս հարսին այս նկարի մեջ փեշը կտեսնաս որ ամեն պատկերներ կդեր այո ամեն ցեղե լեզուի ազգե ժողովուրդ իր հարսը նորեն խորհրդա պատկեր մնե ֆիզիկական հարսը չենք այլ ամենքս մենք դերոջ գնանք որ քարնուգին կպաշտենք որ իրեն կփարապանենք որ եւ այս բոլորի մեջ պատրաստված է հարսը ամփից ու անարատ ասոխոսքին ճուրով գլվածվին կմակրվին եւ իրեն կպաշտենք ինչը սկանչելի պատկեր է ասկա ուրեմն Եփեսացիս քիրքին 5-րդ գլխում 25-27 համարներու մեջ եկեղեցին այնտեղ կպատկերացնի իբրև հարս եւ որուն կպաշտենք որ դերոջ մեր քարնուգին եւ կտեսնանք այստեղը գսե իրեն դրվեցավ սպիտակ հանդերձներ գադարյալ արդարության ծածկված մենք հիմա այդ հարսն ենք Քրիստոսի արյունով լվացված գույս եղած նայեք ար Բաբելոնը որ բորնիկն էր մենք այդ հարսն ենք որ կպաշտենք որ գերքենք որ մեր քով թեր հարսանիքներ կան չէ այրուկին կամուսնա մյուսներուն քով ողբերգություն է անընդհատ ինչպես 18 գլուխը տեսանք մենք բայց ուրախություն հարսանիքներու երթանք քաչալերենք խնդրենք որ դերը ճուրը քինի դարձնի մեր յանքի մեջ եւ միշենք որ ի վերջո մենք ենք այդ հարսը որ Փեսային հետ մեգացած ենք նույնացած ենք մդերմացած ենք այսօր ամեն անգամ որ հաղորդություն առնենք հիշենք որ մենք գճաշակենք Քրիստոս
իր մով կգշտանանք, ոչ թե աշխարհիկ հարստություններով, ստոկ մարքեթներով, արևտրով եւ այլն։ Արտակա բոլորը ունենք, բայց ոչ թե անոր մեր հոգին վաճառենք եւ ծախենք։ Եվ այս բոլորը 9-րդ համարի մեջ գսե հրավիրված եք եւ երանելի են անոնք, որ այս հարսանյաց ընտրիգին հրավիրված են։ Երանելի հիմա մենք պիտի տեսնանք ինչպես ասինք 7 երանելիներ կային այս քիրքին հայտնության քիրքի մեջ մենք հասանք այս 4-րդ երանելին որ կգտնվի 19-րդ քուխուն 9 համարի մեջ թեր գա 3 հատ երանելի եւս անոնք որ պիտի շարունակեն մեր հետ կադարյալ երանելիությունը պիտի վայելեն բայց այստեղ կտեսնանք այս երանելիությունը ինչին համար դրված է անոնք որ հրավիրված են հարսանյաց ընտրիգին ով են անոնք հիմա մենք ենք եւ հիմա մենք արդեն հաղորդության սեղանին երբ որ կմոտենանք այդ սեղանին կմոտենանք որ երկինքի եղածը երկրի վրա կդրսևորվի եւ կհայտնվի որ քացեք սիրելիներ ապաշխարեցեք մասնակցեցեք ամեն անգամ ես մեր փափակն է մեր եկեցին գուզենք որ հաղորդության Բաշտամունքը եւ սեղանը ամեն գիրագինել եթե կրնանք, որով ինչպես ասենք արաքելական եկեցին ամեն գիրագի գնե, ինչը սկանչելի բան է, կաթոլիկները, մենք ավետարանականներս դեր ջամփա ունենք երթալու, կամ որ գնեն ամեն գիրագի, բայց ինչու չնենք միշտ, ինչու միշտ չհիշենք, ոչ թե որով միշտ ընելով պիտի ավելի արժեքը գործընծնի, այլ անոնք որ անգելս որ են կմոտենան այս սեղանին, արդեն երկրի վրա կվայելենք որ այդ երանելիությունը այսօր։ Ուրեմն 10 համարի մեջ կավարտե Հովանես ասելով որ ես երբ որ այս ռեշտեգը դեսա որ այս բաները ինձ եսավ իր ոտքերուն արջև ինկա եւ իրենը սկսա բաշտել այսինչ Հովանես որ ինչ արաքյալ էր որ գիտեր ամեն բան ինքը անգամ սխալ էր ինքը անգամ սխալական էր ովը մեգերնից կրնանք բաշտել այդ բատկամափերը փոխանակ այդ բատկամափերին Աստվածը որ այդ պատկամը գբերե որ այսօր ալ սկուշ պիտի լանք այսօր ինչքան մարդիկ կսեն օ ես այսինչ հովիվին գեդերիմ ես այսինչ հովիվը կպաշտեմ այսինչ հովիվը կսիրեմ կամ այսինչ եղեսխոբոս ինձ համար Աստված այսինքն Աստծո նման կսկսին պատկամափերը կամ առաջնորդը պաշտել քան այդ անցին այդ հրեշտակին այդ պատկամափերին Աստվածը որ Քրիստոս Աստված Սուրբ Երրորդությունն է Սկուշը լանք եւ գսե մարգարեության հոգին գսե ինչ է վկայությունն է Հիսուս Քրիստոսի վկայությունը մենք Քրիստոս կվկայենք որ թե Իսրայել կվկայենք որ մենք Քրիստոս կվկայենք որ թե մեր հարամբանությունը կամ իմ եկեղեցիս անունը կամ իմ ազգս կամ իմ ինչս որը լա շատ կարևոր է մարգարեության հոգին միան գուշակել չէ աբական այլ Քրիստոս քարոզը Եվ ինչ որ ինքը կատարեց խաչի վրա եւ հալուճամբ եւ համբարձման եւ իր երկրորդ քալստում։ Այստեղ ավարտենք շատ ուրախ եմ որ այս ուրախ թեփքով այս հարսին պատկերով գտեսնանք հաջորդ անգամ դիտեսնանք 19-րդ քուխու մեջ որ այս հոգեվոր բادرազմը որ այս հարսը մեջն է ով կարաչներ թե որ եւ որ մենք կբաշտենք որ իրեն դերը մեզ համար կբայքարի որ եւ ուրիշ ընտրիկ մնա Այդ ընտրիգին բաժին ունենալու համար պետք է Քրիստոսի պաշտենք, որ թշնամիներուն ընտրիգը ինչ է, ինչ պիտի տեսնանք, հոմ մեզի պիտի ցույց տրվի 11 համարեն մինչև 19-րդ քուխուն ավարտ։ Սիրելիներ բոլորս կրնանք մեկ հատ Պիտերին զապել։ Փառք տանք ասենք նորեն, փառք Հիսուսին, որով գիտեմ դու ինչ Կտրեմ ցկեմ որ ասես Չէ բարձրապես ոչ թե միայն ժամանակը ամեն շաբաթ աս PowerPoint-ները որ գտնե իրար գմիացնե համարները գտնե ասիկա շատ մեծ հսկայական գործ է ասիկա սիրով գնե եւ գամավոր ծևով գնե որքան դերը գսիրե որքան մեզի գսիրե որ ինչ որ սորված է գուզեցրի օրեն մեզի դալ եւ ասիկա փառք Աստծո գսեմ իրեն խոնարհությանը համար Պիտեր ես շատ պիտի խնդրեմ վերջին աղոթքդ, որ պիտի նես, մեզի համար աղոթես, որ մենք հավատանք եւ երևակենք, որ այդ Քրիստոսի հարսին ջերմակ հակած եւ մեր փեսանգը սպասենք։ Այսօր թուն եւ ես ինչ քույն հակած ենք։ Ջերմակ։ Ալիքա ֆիզիկականն է, բայց
Հիշենք այդ ջերմակ հագնիլը Քրիստոսի արյունով արդարանալն է։ Հագնինք Քրիստոսն էր, հագնինք այդ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք այսօր, որ մեզի ցույց տվիր, որ ի վերջո այս բոլոր չարություններուն, սատանային եւ իր կորձավորներուն, արփանյակներուն, դևերուն վրա թուն արդար Թադաստան պիտի բերես եւ ամեն անոնք, որ իր չար կորձերուն հետևեցան։ Թուն ես միակ արդարը, շնորհակալ ենք այդ արդարության համար, որ պիտի կործածես եւ այդ Թադաստանը քալե վերցնալ նույնիսկ գուքա հիմա այս մեր ցանկի ընթացներուն մեզի թուն կքաչալերես, որ իբրև քո հարսեգեցի շարունակեք քեզ ճաշտել հոգիով եւ ճշմարտությունով։ Քաշե մեզի դեր, քաշե բոլոր լսողներուն, ինձի, Գարինին, մեր ընտանիքներուն, մեր հովիվներուն, առաջնորդներուն, կաթողիկոսներուն, դարբեր ազգերու, եղիսկոպոսներուն, քաշե հարսը դեպի քեզ, որ սիրենք քեզի բոլոր սրտով, մտքով, հոգով, էությունով, պաշտենք քեզ եւ թուն մեզի համար մեզի ուրախությունը հայթայթես մասնակցելու քարնուկին ընտրիքին այդ սկանչելի այդ սեղանին, որ հաց ու քինին գարնենք, գուտենք, կխմենք հիշելով քու մահդ, քու մարմինդ, քու արյունդ, որ թափվեցավ, որ մեզի սպիտակացնես, մաքրես եւ պատրաստես քու վերջին քալոստիդ, որ այս բոլորը պիտի հավարտվի։ Հիմա քեզի կանցնենք դեր ապաշխարության հոգի շնորհ ամեն անոնք որ լսեցին, որ ուրախությամբ շատնա թիվը քու հարսիդ անդամներուն։ Հիսուսի սուրբ եւ բավական անունով գտնենք հայր որդի եւ սուրբ ոգի։ Հալելույա, ամեն։ Ամեն։ Գիտես Պիտեր 18-րդ գլուխը, երբ որ ազբեկանտ նկարը թրիր գրակ վիշապ կենթանի ցավ եւ 19-րդ գլուխը միջի 11 որ մեզի բացատրեցիր հարսը, քեղեցկությունը, ուրախությունը, ընտրիկը հիմա դարբեր ցևով գնայինք խղճային կոր աշխարհին վրա բայց հիմա չեն գուզեր ասնգարը դեստալ կուզենք հարսին նկարը տեսնել Ամեն։ կալանքամ անպայման կուզենք վայելել ադիկա շնորհակալ եմ քեզ Պիտեր դերը օրհնած է քեզի շնորհակալ քեզի բժշկել ուրախացնել կորձածել իր парքին համար սրերի քույր եւ եղբայր եղիր օրհնված եւ մեր երկուքին աղոտ կնե եւ փափա կնե որ ծեր կյանքը փոխված լա եւ իսկապես 10 ամիս է որ կհետևիս աս հայտնության դասերուն Սկաս որ նույնը չես դույցը որ չես մտածել հավատքի կյանքիդ մեջ ամեն եղիր Ամեն։ օրհնված